Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production 2025-2026 ուսումնական տարին հանրակրթական համակարգում հռչակվել էր որպես անվտանգ և ապահով կրթության տարի, որը նպատակ ունի ստեղծել անվտանգ և դրական կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է սովորել առանց վախի, անհանգստության կամ սպառնալիքի, ֆիզիկական, հոգեբանական կամ սոցիալական մակարդակներում։ Ուսումնական գործընթացի բոլոր շահագրգիռ կողմերի՝ ուսուցիչների, աշակերտների, ծնողների, հոգեբանների, ոստիկանության, համայնքի և այլոց ներգրավմամբ։ Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցի տնօրեն Անուշ Հարությունյանը հետաքրքիր ու աննախադեպ նախաձեռնությամբ հանդես եկավ համախմբելով Վանաձորի բոլոր դպրոցներին համատեղ կազմակերպելու միջոցառում «Անվտանգ և ապահով կրթություն» խորագրով։ Նախարարության թույլտվությունն ստանալուց հետո և ամբողջ պատասխանատվությունն իրենց ուսերին վերցնելով, թե աշակերտները և թե ուսուցիչները գործի անցան։ Տնօրեն Անուշ Հարությունյանը, ով ի դեպ ընդամենը 2 տարվա տնօրեն է և իր կազմակերպչական ու կրթական բազմաբնույթ ծրագրերի շնորհիվ արդեն նախարարության կողմից արժանացել է լավագույն տնօրեն կոչմանը, որոշեց շեշտը դնել դպրոցի աշակերտական խորհուրդների վրա։ Աշակերտական խորհրդի նախագահի հետ զրույցում քննարկեցին այդ կառույցի իրական գործունեության մեխանիզմները, առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Հենց այդ ժամանակ էլ որոշեցին, որ համախմբման ժամանակ ներկայանան բոլոր դպրոցների աշակերտական խորհուրդներն ու թե զեկույցներով կամ էքսպո-ցուցահանդես զեկույցներով ներկայացնեն իրենց տեսլականը դպրոցներում անվտանգ ու ապահով կրթություն իրականացնելու գործում։ Արձագանքը անսպասելիորեն բուռն ու դրական եղավ։ Քաղաքի 29 դպրոցներից 26-ը որոշեցին մասնակցել ու հանդես գալ զեկույցներով։ 2 կրթօջախ չմասնակցեց, մեկն էլ որոշեց մասնակցել դիտորդի կարգավիճակով։ Աշակերտական խորհուրդները, որ առկա են դպրոցներում, իհարկե որպես կառույց հստակ գիտեն, թե ինչ պարտականություններ ու իրավունքներ ունեն, բայց դրանք որքանով են կիրառվում ու կյանքի կոչվում տարվա ընթացքում, դա արդեն այլ հարց է։ Հենց սա էլ պատճառ դարձավ, որ տնօրենը որոշեց հենց այս թեմայով համախմբվեն համաժողովի մասնակիցներն ու քննարկեն, միմյանց լսեն, միմյանց փորձով կիսվեն, միմյանցից սովորեն։ Դպրոցները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել, լրջորեն էին մոտեցել, աշխատել ու ջանացել, որ ներկայանալի լինեն զեկույցները։ Լսեն աշակերտական խորհրդի անդամների պահանջները, նրանց խնդիրներն ու հասկանան հետագա անելիքները։ Ամեն դպրոց մի կերպ էր հանդես եկել՝ զեկույցներով, էքսպո-ցուցահանդեսով, բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ Սա հրաշալի օրինակ է դառնալու, որպեսզի դպրոցներում ստեղծվի բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Մասնակիցներն ըստ ընտրած թեմաների բաժանվել էին 3 խմբերի, որոնք աշխատում էին տարբեր դասարաններում։ Թիվ 17 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի մասնակիցներն օրինակ հետաքրքիր ձևով էին որոշել ներկայանալ։ Լսելով տնօրենի հորդորիչ խոսքը «Այն է, ինչ էլ որ ներկայացնելու լինեք, ներկայացրեք անկեղծորեն ու պարզ», աշակերտները սիրով ընդունել ու այդ սկզբունքով էլ առաջնորդվել էին։ Հենց իրենց հետ տեղի ունեցած պատմությունն էին որպես հիմք վերցրել զեկույցի ու դա ներկայացրել։ Այս կրթօջախում սովորում է նաև եգիպտացի աշակերտ։ Դպրոցի աշխորհրդի նախագահը, նկատելով, որ այս աշակերտը մեկուսացված է, չի շփվում, սկսում է ինքը քայլեր անել, ընկերություն փորձել հաստատել նրա հետ, ներգրավել նրան նաև իր ընկերական շրջապատ։ Քայլ առ քայլ ամեն բան փոխվում է ու այսօր արդեն եգիպտացի աշակերտը ներգրավված է աշակերտական խորհրդի կազմում ու մասնակցում է նաև միջոցառումներին։ Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, երբ Դորհամը աշակերտական խորհրդի նախագահ Միքայելին հարցրել էր, թե մոտակա փողոցն ինչպես է կոչվում, և երբ իմացել է, որ այն Բաղրամյան է կոչվում, ուրախացել է, քանի որ իր նախապապը ևս Բաղրամյան ազգանունն է ունեցել։ Այս ամենը ներկայացրել էին միջոցառման ընթացքում, իսկ վերջում Դորհամը արտասանեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։ Հենց այս փոքրիկ, բայց գեղեցիկ պատմությունն էլ բերեց նրանց մեծ հաջողություն։ Սրա շնորհիվ էլ արժանացան նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուշադրությանն ու հրավիրվեցին նախարարությունում մասնակցելու համաժողովին։ Վիկտորիա Կարապետյան, Յոլչյան Production։